Պարոն Ենիկոմշյան, Սերժ Սարգսյանը իր վերջին հարցազրույցում հաստատեց, որ մենք 800 հեկտար տարածք ունենք կորցրած եւ շատ բարդ ընտրության առջև դրեց հասարակությանը, ասելով կյանք թե հող։ Այս ընտրության առջև դնելով Սերժ Սարգսյանը նաեւ նշեց, որ ինքը ընտրել է կյանքը, դրա համար էլ որոշում չի կայացվել գնալ եւ բերելու այդ հողերը։ Արդյոք Սերժ Սարգսյանի այս հայտարարությունը նշանակում է, որ ինքն ավելի մարդասեր է, այսպես ասեմ, քան հակառակի եւ այդ տարածքները հետ բերելու կողմնակիցները եւ նման հայտարարություններ անողները ըստ ձեզ։ Ճիշտ ասած, ես երբեք չէի ուզենա Սերժ Սարգսյանի դրած, այսպես ասած, իբր դիլեմայի դրամապանությամբ անդրադառնալ իր ասածներին, այսինքն ընդունել այն դիլեման, որ ինքը դրել է եւ այդ դրամապանությամբ պատասխանել, նշանակում է ընդունել իր դրվածքը, իր դրածը, իր խաղի կանոնը։ Սա ամբողջությամբ անընդունելի է։ Նախ Սերժ Սարգսյանը ինքը ապացուցել է, ոչ թե ես եմ ասում, ուրիշն է ասում, ինքը ապացուցել է, որ իր ասածները ինքը կարող է այսօր մի բան ասել եւ վաղը իսկապես բառացիորեն վաղը, եթե ոչ ժամեր անց արդեն լրիվ հագարակը անել եւ այլն եւ իր բազմաթիվ բարոյախոսական եւ խոստումները, բարոյախոսական ելույթները մի քիչ հեքնակով եմ ասում իհարկե, մենք տեսել ենք, որ այս բազում տարիների ընթացքում ինչ նշանակություն են ունեցել։ Հետևաբար ես այդ դիլեմայի դրամապանությամբ չեմ պատասխանի իրեն, բայց գասեմ, որ Սերժ Սարգսյանը եւ այս համագարկը, այս ռեժիմը այն անձն է եւ այն համագարկն է, ում համար ոչ միայն հողը, այլ հողից էլ առաջ եւ հողից էլ հետո մարդու կյանքը, հայ մարդու կյանքը, Հայաստանի քաղաքացու կյանքը բացարձակապես ոչ մի արժեք չունի։ Մենք դա տեսել ենք եւ ավելի խորը չգնալով մարտի 1-ին 2008-ի եւ հենց այս պատերազմի քարոզիա պատերազմի ընթացքում, որի ավելի կան հենց այդ օրերի մոտավորապես 100 զոհեր եւ այդ 100 օրերից հետո այս անցած 1.5 ամիսների ընթացքում եւս մի քանի տասնյակ զոհերը, որ մենք ունեցանք, չէինք ունենա, եթե այս ռեժիմը, այս ճագերտների մեջ գերակույն հրամանատարությունը համարժեք հոգադարություն ցուցաբերած լիներ հայ զինվորի եւ հայկական բանակի նկատմամբ, հետեւաբար այդ ցանկի մասին խոսված լոլոները բացարձակապես ոչ մի նշանակություն չունեն։ Սերժ Սարգսյանի եւ իր ներկայացված համագարկի համար ոչ ցանկը հայ մարդու ցանկը եւ Հայաստանի քաղաքացու ցանկը նշանակություն եւ արժեք ունի, ոչ հողը արժեք ունի, մենք բոլորս գիտենք, որ իրենց համար արժեք ունի միայն իրենց նյութական ունեցվածքը եւ իշխանությունը բահելու համար այդ նյութական ունեցվածքը բահելու նպատակով իշխանությունը եւ ունեցածը չկորցնելու։ Ես մի բան էլ ասեմ, ցանկի մասին խոսողը չեր ստեղծի եւ չեր շարունակի իր նախորդների ստեղծած այն իրավիճակը, համագարկը, որի պատճառով մեր ժողովրդի գեսից ավելին, այսինքն Հայաստանի Հանրապետության եւ այսօրվա կենտանի Հայաստանի Արցախը ներառյալ գեսից ավելին թողել գնացել է իր հայրենիքը, իր երկիրը, իր պետությունը։ Ցանկի արժեքից խոսողը նման իրավիճակ չեր ստեղծի։ Պարոն Ենիկոմշյան, այդ պարագայում իրականում ինչը խոչընդոտեց Սերժ Սարգսյանին իշխանություններին գնալ այդ քայլին, այդ հողերը հետ բերելու քայլին, որովհետև ինքն էլ իր հարցազրույցում պնդում է, որ դա ընդամենը մի քանի օրվա խնդիր էր այդ ամեն ինչը կատարել։ Ինչը խանգարեց նրան դա անել, այդպիսի հրահանգ արձակել։ Սերժ Սարգսյանի համար հեշտ է ասել, որ մի քանի օրվա խնդիր էր, եւ դա իսկապես մի քանի օրվա, նույնիսկ միգուցե ավելի գարշ ժամանակվա խնդիր է, եւ բացարձակապես չպետք է բացառել, որ ոչ թե իր ասած 35, 40, 80 զոհերի գնով կլինի այդ կորցված 800 հեկտարի հետ վերադարձը, այլ հնարավոր է նաեւ առանց զոհերի կամ շատ ավելի փոքր զոհերով, եթե պարտիրոջ մենք ունենք խելամիտ հրամանատարներ, որոնք կարողանան դա իրականացնել։ Ինքը երկու պատճառով է, որ նման քայլի է գնում։ Մեկը
իր բادرազմի նկատմամբ վեհերոդությունն է, որ առաջի անգամ չէ որ ցուցաբերում է վախվորածությունը եւ երկրորդը ոչ նվազ կարևոր կան առաջինը արդակին իր դերերի նկատմամբ իր վերցրած ստանցնած կուլիսային բարդականություններն են այսինքն ինքը իր ռեժիմը բահելու իր թիրքերը բահելու համար դալիս է խոստումներ եւ ստանցնում է հանձնարարություններ իր արդակին դերերի նկատմամբ եւ այդ հանձնարարությունները գիրառելու նպատակով ինքը կատարում է այսպես կոչված իբր գերակույն գլխավոր հրամանատարի գործառույթներին 180% հագասող որոշումներ, դիրքորոշումներ եւ դիրքերի մասին խոսելուց ֆիզիկական աշխարհագրական սահմանային դիրքերը ինքը եւ իր ներկայացված իշխանությունը պատրաստ են զիջելու որովհետեւ բահեն ներքին իրենց դիրքերը բայց սա եւս չի ստացվելու իրենց որովհետեւ օրից օր այս դավաճանությունը ոչ միայն պատերազմի գործընթացում բանակի պատրաստվածության գործընթացում այս 20-25 տարիների ընթացքում պատրաստվածությունը ցույց տվեց որ իրենք դավաճանել են այդ ամեն ինչի առումով այլ նաև այդ բանակի եւ պաշտպանունակության նկատմամբ այդ ահավոր թերացումները մի օղակն են շատ կարևոր օղակը ոչ փոքր օղակ իհարկե այն համատարած մթնոլորտին եւ համագարկին որը իշխում է իրենց շնորհիվ Հայաստանում այսինքն դա անջատ երևույթներ չեն բնականաբար բանակում դիրող բանակի պատրաստվածության բանակի նկատմամբ հոգադարության խնդիրը դրա բացակայությունը եւ ընդհանրապես երկրից ներս տիրող այս ամենաթողության կոռուպցիայի անարտարության բևեռացվածության անօրինականության եւ այլն սրանք միևնույն մեդալի բնականաբար դարբեր երեսներն են եւ դարբեր չէր կարող լինել հետեւաբար գա արդակին դիրք բարիպուն իմաստով պատերազմական դիրք եւ ներքին դիրք ներքին աթոռների դիրք ներքին աթոռի պահպանության նպատակով իրենք զիջում են արդակին թշնամու նկատմամբ դիրքերը բայց դա իրենց կարելի է ասել անձնասպանության ինքնասպանության վերջի քայլերն են Պարոն Ենիկոմշյան, նաև այդ նույն հարցազրույցի ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ով համաձայն չէ այս տեսակետի հետ, թող գնա եւ ինքը հետ բերի այդ դիրքերը եւ ի պատասխան այս հայտարարությանը հնչեց Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությունը, որ ինքը պատրաստ է այդ պատասխանատվությունը վերցնելու։ Ձեր կարծիքով այս հայտարարությունը գործնական քայլեր որպես գործնական քայլեր իրականացնելուց Ժիրայր Սեֆիլյանը ինչ խոչընդոտների կարող է հանդիպել Սերժ Սարգսյանը եւ իշխանությունները ինչպես կարձագանքեն այս նախաձեռնությանը Նախ եւ առաջ թող Սերժ Սարգսյանը անհոգ մնա գարիկ չկա որ ինքը ասի որ ով ուզում է թող գնա այդ հողերը հետ բերի վերստին ազատակվի դա առանց իր ասելուն լինելու է եւ լինելու է հետեւաբար ինքը շատ հանգիստ մնա այդ առումով ինչ վերաբերում է կոնկրետ քայլերին բնականաբար այս ռեժիմը նման մի քայլ ինքնըստինքյան նշանակում է այս ռեժիմի վերջը, այսինքն Ժիրայր Սեֆիլյանի ղեկավարությամբ ընդհանրապես ցանկացած նորմալ բադվախնդիր հայ մարդու կողմից նման քայլի դիմելը նախապատրաստվել եւ դիմելը ինքնին նշանակում է Սերժ Սարգսյանի ռեժիմի ավարտը իհարկե եւ դա իմանալով ռեժիմը ամեն ինչ գանի նման մի քայլ արկելելու համար սակայն դա ոչ մի նշանակություն չունի այդ նախաձեռնությունը ուշ կամ շուտ իրականություն կդառնա
ինչ պայմաններով դա կդառնա իրականություն, դա թողնենք ոչ հաթերու ժամանակին։ Հասարակ քաղաքացին ինքը եւս շատ դեպքերում կարող է իր մոտ հարց առաջանալ, թե ինչու գնալ եւ զոհվել, եթե դրանք, ինչպես իշխանություններն են պնդում, ռազմավարական նշանակության հողեր չեն։ Այս կարծիքների հետ եթե համաձայն չեք, ինչ փաստարկներ կարող եք ներկայացնել, ինչու է այնուամենայնիվ պետք գնալ եւ հետ վերադարձնել այդ հողերը։ Նախ եւ առաջ հասարակ քաղաքացին չդարվեց Սերժ Սարգսյանի այդ դավաճանական եւ բարդվողական մոդեցումով հասարակ քաղաքացին, որ հայ զինվորները 18-20 տարեկան հայ զինվորը, որ ավելի 1-ից 5-ը, 2-ից 5-ը պաշտպանեց այդ հողերը եւ զոհվեց եւ առանց չափազանցության ամենահերոսական բոլորիս համար շատերի համար զարմանք պատճառող հերոսություն ցուցաբերեց, դա ամենամեծ բացասումն է, հերկումն է Սերժ Սարգսյանի կամ այն մոտեցմանը, որ քաղաքացին կարող է ասի, այս հողերը մեզ համար կարևոր չեն։ Եթե այդպես է, այդ հերոսացումները միգուցե դա է Սերժ Սարգսյանի սպասումը, հույսը, որ հայ զինվորը չպաշտպանի հողը եւ ինքը եւ մենք ավելի մեծ նույնիսկ հողեր գործնենք եւ ինքը ասի ինչ կարող եմ անել ես եթե զինվորը չպաշտպանեց, բայց զինվորը փաստորեն պաշտպանեց։ Հետեւաբար այդ դիլեման մեր ժողովրդի համար չկա եւ այն ոգեղեն եւ շոշափելի փաստացի վերելքը, որ ապրեց մեր ժողովուրդը ապրիլի 2-ի առաջին ժամերից, դա ապացույցն է, որ հայ ժողովրդի համար շատ մեծ նշանակություն ունի իր հայրենիքի պաշտպանությունը։ Սա ուրեմն ասելու համար, որ այդ դիլեման էլի գերծ դիլեմա է։ Եվ հողը արժեք ունի, եւ մարդը արժեք ունի, բայց հայրենիքը ցավոք արյունով են պաշտպանում։ Շատ ցանկալի է, որ պաշտպանությունը լինի եւ արյունը չթափվի, բայց եթե անհրաժեշտ է, արյունը պիտի թափվի եւ արյուն չթափվելու ակնկալիքով հող հանցնել, դա ազգային ինքնասպանություն է կոչվում, դա քաղաքական pedagogan ինքնասպանություն է կոչվում եւ պետության այսպես կոչված նախագահի աթոռը սպառեցնող մարդը եւ գերակույն գլխավոր հրամանատարի պաշտոնը սպառեցնող մարդու առաջին բարդականությունը այդ պետության գոյատևումը եւ զարգացումը ապահովելն է, այլ ոչ թե պետությունն ու ժողովուրդը ինքնասպանության մղելը։ Հետեւաբար ես կրկնում եմ, չկա դիլեմա եւ հողը դարածքը մեծակույն նշանակություն ունի եւ մարդու կյանքը, քաղաքացու կյանքը եւ էթնոսի ներկայացի կյանքը մեծակույն նշանակություն ունի։ Սակայն մեկի համար մյուսը, եթե անհրաժեշտ է որոշ զոհաբերումներ անել, պիտի անել, դա չի նշանակում, որ մարդու կյանքը արժեք չունի։ Մարդու կյանքը ավելի արժևորվում, որովհետեւ դրանով այն անձը, այն անհատը, այն զինվորը, այն ազատամարտիկը, որի անձն է զոհաբերում, դա անում է մնացած բոլորի ֆիզիկական եւ հոգեվոր արժանապատիվ կյանքի ապահովման համար։ Էլի կյանքի համար է անում, ոչ թե միմիայն բացառապես անիմաստ հողի համար, չկա անիմաստ հող։ Հողը եւ մարդը, բնությունը եւ կյանքը, մարդկային կյանքը ներդաշնակ են։ Մեկը մյուսից չպետք է անջատել եւ նման արհեստական եւ բարդողական դիլեմաներ չպետք է անել։ Հիմա գա մի կարևոր հանգամանք, այն է, որ իհարկե ամեն օր, ամեն ժամ եւ Սերժ Սարգսյանը եւ իր մունետիկները մեզ բոլորիս հազանգում են, այսինքն մենք պետք է հազանգված զգանք իրենց ասածներից, որ իրենք դեռևս իրենց այս գեցվածքներով եւ արդահայտություններով եւ որդեգրած քայլերով նախանշաններն են տալիս այն շատ ավելի մեծ, շատ ավելի վտանգավոր եւ շատ ավելի վտանգավոր քայլերին, որոնց պատրաստվում են դիմել մոտ կամ միջին ապագայում։ Սրանք պետք է լինեն մեր համար շատ լուրջ զգուշացումներ, պատերազմը ինքնին մեզ համար միգուցե դիեզերական, չգիտեմ որտեղից ահազանգ է, զգուշացում է, որ մենք որպես
ազգ, որպես պետություն, որպես ժողովուրդ, եթե վերջ չտանք այս վիճակին եւ այս վիճակը ասելով ես նորից եմ գրտնում, դա վերաբերվում է եւ արտաքին սահմանների պաշտպանության, անվտանգության ապահովման եւ ներքին անվտանգության, իսկապես գենսունակ ապրող առողջ հասարակություն, առողջ պետություն, ներդաշնակ հասարակություն եւ իշխանություն ստեղծելու այս հիմնախնդիրը զուգահեռաբար արտաքին սահմանների պաշտպանության եւ անվտանգության ապահովման, եթե այս զուգահեռ խնդիրը մենք չկարողանանք մոտ ապագայում լուծել, մեզ նույն այդ մոտ ապագայում սպասելու են շատ ավելի մեծ եւ շատ ավելի վտանգավոր, չափազանց վտանգավոր մարտահրավերներ։ Սա եւ քարոզիա պատերազմը եւ այս բարդվողական, տավաճանական մարդկանց, բարդվող մարդկանց քայլերով եւ հայտարարություններով արված դրանք մեզ պետք է հազանգ լինեն եւ զգուշացում լինեն, որովհետեւ այս հարցերը հիմնովին այլևս մենք կարողանանք լուծել եւ անցնել իսկապես նոր շրջան։ Պարոն Յենիկոմիսյան, վերջին զարգացումները ձեզ ինչ են հուշում իրականում, երբ որ Ադրբեջանը գնաց նման սանձազերծման, ինչ կուլիսային պայմանավորվածություններ են ձեռք բերվել մինչ այդ եւ այս վերջին հայտարարությունները ինչ են հուշում կոնկրետ։ Վերջին որ հայտարարում Վերջին զարգացումները, թե Վիեննայի գագաթաժողովը, թե Սերժ Սարգսյանի կատարած հայտարարությունները, հարցազրույցները ինչ են հուշում իրականում ապրիլի 1-2-ի այդ սանձազերծումը ինչով էր պայմանավորված։ Ապրիլի 2-ով սկսվող, լույս ապրիլի 2-ով սկսվող այդ պատերազմական գործողությունները, եթե դրանից առաջ դերի ունեցած զարգացումները դա չէին հուշել ոմանց, առնվազն ապրիլի 2-ով սկսվող զարգացումները շատ հստակորեն ահազանգ հնչեցին այն մասին, որ Ադրբեջանը երբ այս տարիների ընթացքում ասում էր, որ Հայաստանը գոյության իրավունք չունի, անցնում է արդեն այդ իր հաստատման իրականացմանը, նյութականացմանը, շոշափելի իրականություն դարձնելու քայլերի եւ այսուհետեւ Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին եւ Թուրքիայի նաեւ պետական ներկայացուցիչների իշխանությունների կեցվածքը, արտահայտությունները, հայտարարությունները նույն այդ պատերազմի օրերին եւ դրանից հետո ապացույց են այն բանի, որ երկուսը ձեռք-ձեռքի դված ունեն խնդիր այդ հինավուրց իրենց խնդիրը հայերին եւ Հայաստանին վերացնելու իրենց հայրենիքից այդ խնդիրը իրենց համար դեռևս օրակարգի վրա է։ Հետևաբար եւ ես շատ ուրախ եմ, որ անցած տարիների դասնամյակների ընթացքում մարդիկ, որոնք անցած տարիների դասնամյակների ընթացքում, վերջի 2-2.5 դասնամյակների ընթացքում ասում էին, որ Թուրքիան էլ նախկին թուրքը չէ, Ադրբեջանը էս չէ, այն չէ, իրենք են հայտարարում, որ գա այսպիսի խնդիր եւ գա այդ արտնացումը Ադրբեջանը այսինքն Ադրբեջանը ոչ մի ուրիշ բան չի անում, Ադրբեջանը գնաց հրադադարի այս ապրիլի 5-ին Ալիևը համաձայնվեց գնալ Վիեննա եւ էլի մի փոքր ժամանակ շահել, թեև ոչ մի բادرանքներ ինքը չի տալիս հայկական կողմին, այսինքն ինքը նաեւ նույնիսկ չի փորձում խաբել, հա, երբ ինքը նոտա է ուղարկում, Ադրբեջանը նոտա է ուղարկում միավորված ազգերի գազམ་ագերբություն այն որ իր համար, Ադրբեջանի համար 94-ի եւ 95-ի զինադատարները առոչինչ են, Վիեննայի հանդիպումից հետո այո, համանախագահները իրենք ասում են, իրենք հաստատում են, որ ուժի մեջ է մնում 94-ի զինադատարը, բայց դա համանախագահներն են ասում, Ադրբեջանը չի էլ փորձում
խապել եւ ասել, որ այո, ես ընդունում եմ։ Ադրբեջանը այդ հայտարարության, այդ հանդիպումի հաջորդ օրը ասաց, որ ինքը համաձայն չէ ԵԱԿ մոնիտորինգի գրասենյակի աշխատակազմը մեծացնել եւ այլն։ Հետևաբար ուզում եմ ասել, Ադրբեջանը չի էլ փորձում խապել, չի էլ փորձում ապագողմնորոշել։ Ամեն ինչ հստակ է Ադրբեջանի համար։ Իսկ հայկական, այսպես ասած, կողմի համար, այսօրվա ներկա Հայաստանի իշխանությունների համար էլի եւ Ադրբեջանի այդ շատ հստակ կեցվածքին իդես շատ հստակ է, որ Հայաստանի ներկայացուցիչները պաշտոնական բացարձակապես չեն գտնվում պատասխանատվության վրա եւ այսինքն իրականության Ադրբեջանի կողմից ստեղծված իրականության եւ դարաձաշրջանում ստեղծված եւ Թուրքիայով պայմանավորված եւ Ռուսաստանով պայմանավորված եւ ընդհանրապես մերձավոր արևելյան իրականությունում ստեղծված այս իրավիճակի անհաղորդ այնպիսի ուզում եմ բادرանքների մեջ ցևանալ լինել, որ հայկական կողմից որոշակի զիջումներով հնարավոր է հասնել այսպես կոչված խաղաղության եւ համացանության Ադրբեջանի հետ, ինչը ամբողջությամբ բادرանք է եւ ցանկացած ողջամիտ մարդ նման քայլի չպիտի գնա։